Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 2-ն է և այս հաղորդման մեջ հիմնականում անդրադառնալու ենք միջազգային հարցերին, Հայաստանից թեժ նոր թարմ տեղեկություններ չկան, սակայն մի քանի հարցի այնուամենայնիվ ուզում եմ անդրադառնալ, քանի որ հասկանում եմ, որ հիմա համար առաջին ամենամեծ կարևորություն ձեռք բերող հարցն է դառնում այդ հարցը։ Նախքան հաղորդումը սկսելը անպայման կոչ եմ անում սիրելի հայրենակիցներ կրկին լայքել, դա շատ կարևոր է մեր յուրաքանչյուր հաղորդման տարածման համար։ Հայաստանի մասով հիմնական քննարկելու թեման այն է, որ վերջին օրերին հաճախակի են դարձել Հայաստանում ընդհարումները, հատուկ կազմակերպված ծեծկռտուքները, մարդկանց թիրախավորելը, նույնիսկ падգամավորի տարեց մայրիկի են թիրախավորել, գիտեք, հարձակվել են նրա վրա։ Հարձակումը անպայման չէ ֆիզիկական լինի, հարձակումը կարող է լինել նաև հոգեբանական, քանի որ փորձում են մարդուն հոգեբանորեն եւս ճնշել։ Եվ ահա այդպիսի դրսևորումներով քաղաքական իրավիճակին փորձում փոխել Հայաստանում։ Եվ կարծում եմ այս մեկ տարին շատ բարդ տարի է լինելու մինչև 26 թվականի ընտրությունների անցնելը եւ հստակ ծրագիր կա, դրա համար է որ հիմա Հայաստանի մասով կուրատոր է փոխվել, մեկ է միջայլոց կարելի կուրատորը ինչ է, կուրատորը այն անձն է, ով որ կոնկրետ հետևելու է, թե Հայաստանի մասով ինչ որոշումներ են կայացվում եւ ինքն է կայացնելու հստակ որոշումներ, հրահանգները իջեցնելու ներքին կարգով, որպիսի այդ ներքին քաղաքական process-ները կարողանան ղեկավարել։ Նա դեսպան չէ, բայց կարծում եմ ավելի բարձր, կարծում եմ չէ, համոզված եմ ավելի բարձր գործառույթներ ունի, ներքին կարգով գործառույթներ ունի, քան նույնիսկ Ռուսաստանի դեսպանը Հայաստանում։ Եվ հետևաբար հիմա շատ բան է փոխվելու Հայաստանում, ասում են, որ Կիրիենկոն անհաջողությունների է հասել բազմաթիվ ոլորտներում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում եւս նա անհաջողությունների է հասնելու։ Ամեն ինչ կախված է մեզանից, որքանով Հայաստանի հասարակությունը պատրաստ է, որքանով Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստ են դիմակայելու այսպես կոչված ճակերտավոր փափուկ ուժին։ Եվ որքանով այդ ուժը փափուկ է, արդեն իսկ երևում է, այդ անկարգություններից, մարդկանց վրա հարձակումներից, մարդկանց կռվի հրահարելուց եւ այդ վիրավորանքներից եւ ընդհանուր առմամբ հստակ պատկերացում են ուզում ստեղծել, որ Հայաստանում անիշխանություն է, Հայաստանում կներեք այս արտահայտությանս համար 1000 անգամ բարդակ է եւ դա հստակ իրոք մեղքը Հայաստանի իշխանություններինն է։ Ես հիշում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ազգային ժողովում դատարանների մասով, նախկին իշխանության ներկայացուցիչների մասով, պատիժների մասով, որ ընդամենը մի քանի օր առաջ էր, կարելի ասել մի քանի շաբաթ, լավ, մի քանի շաբաթ առաջ կրկին խոսում էր ժողովրդավարությունից, դատարաններից, բայց ահա մենք տեսնում ենք, թե ինչ է հիմա տեղի ունենում Երևանի փողոցներում եւ դա ավելի ու ավելի շատանալու է, ավելանալու է։ Եվ եթե չպատժվեն այդ հանցագործները, որոնք որ մարդկանց թիրախավորում են, վիրավորում են, տարբեր տեսակի հատուկ հոգեբանական մեթոդներ են կիրառում, որպեսզի ոմանք հունից դուրս գան հարձակվեն հայոյեն եւ հետո այդ ամենը կրկին տեղեկատվական պատերազմի մաս սարքեն, այդ ամենին իրոք պետք է վերջ տալ եւ պետք է այդ անձինք պատժվեն։ Օրեցօր Հայաստանում ավելանալու են այդ դեպքերը։ Ես միանշանակ համոզված եմ։ Մեկ տարի բոլորը զզվելու են այն քանակական աճից, այդ բռնությունների ատելության խոսքի, որը որ հիմա արդեն նոր նկատվում է Երևանի փողոցներում։ Եվ դա է պատճառը, որ հիմա Հայաստանի իշխանությունները իրավապահ համակարգը պետք է շատ արագ պատժեն բոլոր ատելության խոսք կարածողներին, մարդկանց անձնական տարածք մտնողներին, մարդկանց հասցեին որս կազմակերպողներին եւ այդ ամենը համացանցում բլոգերության միջոցով լինի, լրագրության միջոցով լինի այդ փափուկ ուժի պատերազմական կիրառմանը վերջ տալու համար։ Եթե մտնում ես մարդու անձնական տարածք, եթե մարդուն թիրախավորում ես կամ մի խումբ մարդկանցով հավաքվում ես տարեց կնոջ վիրավորելու, թիրախավորելու, նյարդերի վրա միտումնավոր խաղալու, այդպիսի մարդկանց իրոք պետք է պատժել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի օրենսգրքի մեջ կգտնվեն այդպիսի հոդվածներ, ցանկացած նորմալ յուրաքանչյուր երկրի մեջ, յուրաքանչյուր երկիր ունի այդպիսի օրենսգիրք եւ բոլոր երկրների օրենսգրքերը եւս թույլ են տալիս պատժել նման անձանց։ Այսինքն ասածս հետեւյալն է. այդ ամենը հստակ արտաքին քաղաքական բնույթ ունի։
արտաքին քաղաքական միջամտություն է դա Հայաստանի ներքին գործերին, 5-րդ Շարասյան միջոցով, հատուկ գործակալական ցանցերի միջոցով, եւ այս ամենը միայն ու միայն ավելանալու է, եթե Հայաստանի իշխանությունները չսկսեն պատժել այդպիսի անձանց։ Հակառակ պարագայում այդ ամենաթողության զգացումը ավելի լայն տարածում է գտնելու ամբողջ Հայաստանով եւ արդեն 1 տարի անց շատ վատ հետևանքների է դա վերածվելու Հայաստանի Հանրապետության համար։ Ու ասեմ ավելին, քանի առճակատումը շարունակվում է Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, Վրաստանում, Հայաստանում եւ շատ այլ երկրներում այսպիսի իրավիճակներ անպայման լինելու են, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը փորձելու է իր ազդեցությունը տարածել այդ երկրներում եւ դա է պատճառը։ Հայաստանը բացառություն չի արդեն, Վրաստանն էլ է այդ իրավիճակում։ Հաստատի դա է հիմնական պատճառը, աշխարհակաղակական այդ խառնաշփոթը, որ մենք այդպիսի ներքին լարվածություն եւ խառնաշփոթ ունենք Հայաստանում։ Հիմա կարող եք ասել Նիկոլը վատն է, լավն է, շատերը պաշտում են, շատերը ատում են, բայց իրականում շատերը տեղեկատվական պատերազմի զոհ են մեր հասարակության մեջ, շատերը տեղեկատվական պատերազմների զոհ են եւ այդ տեղեկատվական պատերազմները հրահրվում են շատ լավ գիտեք որտեղից։ Հետևաբար մեր հաղորդումներն են դրա համար են հիմնականում ես փորձում եմ այսքան երկար խոսել, որպեսզի մարդիկ հասկանան, որ եթե շատ երկար ասես, որ ջուրը սև է եւ ոչ թե թափանցիկ, ապա կարող է մի օր շատերը հավատան, որ ջուրը սև գույն է եւ ոչ թե թափանցիկ։ Ինչ վերաբերվում է շքերթին մասնակցել չեմ մասնակցելու հարցին, այդ մասով ես արդեն իսկ արտահայտվել եմ, սակայն հիմա նոր տեղեկություններ կան, որ Ադրբեջանի զինվորականները եւս մասնակցելու են շքերթին, այ ամոթ այդտեղ մասնակցելը իրոք պատիվ չի բերելու Հայաստանի ոչ մի ղեկավարության, բայց դեռևս մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր կարծիքը չի փոխել։ Չնայած նրա, որ հիմա արդեն հստակ տեղեկություններ արդեն կան, որ Ադրբեջանի զինուժը եւս մասնակցելու է այդ շքերթին եւ դրանից բացի անվտանգության երաշխիքներ ոչ ոք չի կարողանալու տալ Հայաստանի վարչապետին։ Զելենսկին դրա մասին շատ հստակ հայտարարում էր եւ կարող են հարվածել օդից, կարող են հարվածել ներսից, ինչպես որ տարբեր գեներալների են չզոքացրել, այդ իսկ պատճառով հապազանց վտանգավոր է նաեւ այդ առումով գնալ Մոսկվա։ Եվ ես նույնիսկ չեմ բացառում, որ դա ինչ որ միտեղ ձեռնտու լինի նաեւ Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի մի քանի հոգու շատ արագ կարողանան չեզոքացնել, ինչու՞ չէ։ Աստված ոչ արասցե իհարկե, բայց ամեն ինչ պետք է իրոք շատ լուրջ ձևով հաշվի առնել։ Իրավիճակը շատ բարձր է եւ շատ ծանր է ամբողջ աշխարհում եւ սահուն կերպով մենք արդեն անցնում ենք կարևոր իրադարձություններին, որոնք որ տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի շուրջ, մեր շուրջ։ Թուրքիայում 3 բավականին մեծ ցույց էին փորձում կազմակերպել Ստամբուլում, որի ընթացքում 409 հոգի ձերբակալվել են։ Այսինքն Ստամբուլում այնուամենայնիվ ցույցերը շարունակվում են, բայց շատ կոշտ մեթոդներով է իշխանությունը ցրում այդ ցույցերը եւ շատ կոշտ մեթոդներով է ձերբակալում մարդկանց եւ լրագրողներին։ Այդ առումով բավականին բարդ է իրավիճակը Թուրքիայում եւ սա շատ երկար գործընթաց է, սա 1 օրվա, հնարավոր նաեւ 1 ամսվա գործընթաց չէ, ինչ հիմա տեղի ունենում Ստամբուլում։ Ինչ վերաբերվում է մնացած կարևոր լուրերին, ապա ամենակարևոր կարծում եմ տեղեկությունները մենք հիմա ստանում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ դա վերաբերվում է Մայք Օլցի հրաժարականին, ով խորհրդականն էր Թրամփի ազգային անվտանգության հարցով եւ այստեղ չափազանց կարևոր է հասկանալ, որ մենք մի քանի օր այդ մասին խոսում ենք, որ Վիտկոֆի թիմի եւ մնացած թևի մեջ լուրջ առճակատում կա Դոնալդ Թրամփի։ Վիտկոֆին շատերը մեղադրում են պրոռուսական հայացքների մեջ, Մայք Օլցը իրականում կարծես թե հակառակ թևին էր պատկանում, բայց այնուամենայնիվ հիմա հրաժարականը նրա տեղի ունեցավ, շատերը կապում են նաեւ Signal-ում այդպիսի ծրագիր կա Signal, որի մեջ որ չաթ էր հատուկ ստեղծել Մայք Օլցը եւ խոսում էին այն մասին, թե ինչպես են հարված հասցնելու Եմենին, բայց բավականին ժամանակ է անցել այդ սկանդալից եւ ոչ ոք համոզված չէ, թե կոնկրետ դրա հետ է կապված նրա հրաժարականը թե չէ։ Նրա պաշտոնը զբաղեցնելու է ժամանակավոր Մարկո Ռուբիոն, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը, նաև զբաղվելու է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի գործերով եւ Դոնալդ Թրամփի
խորհրդատուն է դառնալու, նախագահի խորհրդական է դառնալու ազգային անվտանգության հարցերով։ Նրանց բացի Մարկո Ռուբիոն մի քանի հայտարարություններ է արել նաև Ուկրաինայի մասով, ամենակարևորը այն է, որ ըստ Մարկո Ռուբիոյի Ռուսաստանը եւ Ուկրաինան մոտեցել են խաղաղության, բայց նույն ժամանակ դերևս շատ հեռու են գտնվում խաղաղությունից, եւ նրա խոսքերով մոտակա ժամանակներս վճռորոշ են լինելու, եւ նա ավելացրել է, թե կախված է ամեն ինչ նրանից, թե որքանով Դոնալդ Թրամփը ցանկություն է ունենալու եւ ինչքան շարունակելու այդ միջնորդի դերակատարությունը։ Խոսք կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է հրաժարվեն միջնորդ լինելուց Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, եւ վերջին ջանքերն են հիմա գործադրում այդ ուղղությամբ։ Կարևոր է նաև նշել, որ կարծես կրկին լարվում է իրավիճակը Իրանի շուրջ, բանակցությունները հետաձգվել են, նրանք շաբաթ օրը չեն տեղի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, Իրանից եւս կան տարբեր հայտարարություններ, որ այդ պատժամիջոցները անօրինական են, Դոնալդ Թրամփը նոր հայտարարություններ է արել Իրանի մասով, եւ սա է, որ ամեն ինչ շատ ինձ հիմա մտահոգում է, եւ Դոնալդ Թրամփը ասում է, որ ոչ մեկ չպետք է նավթ եւ գազ գնի Իրանից, եւ եթե որևիցե մեկ երկիր նավթ եւ գազ է գնելու Իրանից, ապա որ երկիրը որ ուզում է դա լինի, անպայման երկրորդական պատժամիջոցների արժանանալու Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հստակ սպառնացել է Իրանին, ասելով, որ մենք գիտենք, որ դուք օգնում եք հուտիներին, մենք մի անգամ զգուշացրել ենք, որ չօգնեք, բայց դուք շարունակում եք օգնել հուտիներին, հետեւաբար դուք պետք է պատրաստ լինեք, որ պետք է պատասխան տաք դրա համար եւ պատասխան եք տալու այնտեղ, որտեղ որ մենք ճիշտ համարենք եւ այն ժամանակ, երբ որ մենք ճիշտ համարենք։ Եվ սա բավականին մտահոգող հայտարարություններ են։ Բանակցությունները չի չեղարկվում, կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, բայց ինչ որ խնդիր է լուրջ առաջանում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև այդ բանակցությունների մասով, որովհետեւ այդ բանակցությունները հետաձգվում են եւ ունենք հայտարարություններ երկու կողմից։ Դրանից բացի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում նշվելու է որպես հաղթանակի օր երկրորդ համաշխարհային պատերազմում եւ խոսել է երկար այն մասին, թե որքան մեծ նշանակություն ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հաղթանակը երկրորդ համաշխարհային պատերազմում, որ ամենակայլ զինվորներն են եղել ամերիկացիներ, ամենամեծ ներդրումն են ունեցել եւ այլն եւ այլն։ Ահա այդպես հիմնականում սիրելի հայրենակիցներ, ես իհարկե չեմ ցանկանում այդ թեզերի հետ վիճել, ուղղակի մենք պետք է նկատենք տենդենսները, ընդհանուր տենդենսները, թե աշխարհը ուր է գնում։ Եվ Թրամփը ասում է, որ մենք չենք ունեցել լուրջ հզոր լիդերներ, դրա համար չենք տոնել հաղթանակները եւ կարևոր տոները։ Այսինքն ինքը շատ տեղ ուզում է կրկնօրինակել ինչ որ միտեղ Վլադիմիր Պուտինին, հավանում է Վլադիմիր Պուտինին եւ դրա համար կարծում եմ այդպիսի որոշումներ է կայացնում եւ այդպիսի հայտարարություններ է անում։ Բայց Ուկրաինայի մասով կրկին ես մնում եմ իմ պատկերացմանը, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտ կարծես թե փոփոխություններ են նկատվում ավելի ուկրաինական, պրոուկրաինական մասով, քան թե հակառակ ուղղությամբ, որը որ նկատվում էր վերջին ամիսների ընթացքում։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ կրկին հիշեցնեմ լայքերի համար, անպայման բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն եմ ցանկանում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։